2025 թվականի սեպտեմբեր ամիսը քննական շրջան է լինելու բոլորիս համար։ Ու եթե մենք ցանկանում ենք հասկանալ, թե մեզ ինչ է ցուցված անել յուրաքանչյուրիս այս ամսվա ընթացքում, անհրաժեշտ է մեր ծննդյան օրվա թվին գումարել ամսվա թիվը, ապա գումարել 9 թվանշանը։ Արդյունքում ստացված թիվը կդարձնեք միանիշ եւ հենց դա էլ կլինի ձեր սեպտեմբեր ամսվա ծրագիրը, որը անհրաժեշտ է անցնել։ Յուրաքանչյուրի համար կա հստակ ցուցում, թե ինչպես է անհրաժեշտ անցնել դրականորեն այս ամսվա ծրագիրը, որովհետև 9 թվանշանը հոգևոր թիվ է իրենից ներկայացնում եւ պետք է կարողանալ բալանսավորել նյութական եւ հոգևոր արժեքները հենց այս ամսվա ընթացքում։ Այո, այս ամսվա ընթացքում շատ ոլորտներ են մեզ համար քննության, փորձության ենթարկվելու։ Ոչ թե պետք է վախենալ այս ամսվա մատուցած տհաճ կամ հաճելի անակնկալներից, անհրաժեշտ է նույնիսկ տհաճ անակնկալի դեպքում սկսել աշխատել տվյալ երևույթի հետ։ Մի բան, որ մենք երկար կարճել էինք ու բաց չէինք թողում, ճիշտ ժամանակն է բաց թողելու։ Ու եթե մենք չենք բաց թողում, բնությունը իր կանոնների համաձայն է այն մեզանից վերցնում։ Եթե դուք ցանկանում եք թվային հոգեբանության միջոցով փոխել ձեր կյանքի ընթացքը, ապրել համաձայն ձեր ծրագրերի, ուրեմն գրեք ինձ անձնական նամակ կամ զանգահարեք նշված հեռախոսահամարին։ Իսկ մեկնաբանության դաշտում գրեք, թե ինչ հարցեր են ձեզ հետաքրքրում առհասարակ թվային հոգեբանության ոլորտից եւ որ ոլորտները ամենաշատը կցանկանայիք, որ ենթարկվեր վերլուծության։